Բոլորին դուք Digitwix ալիքում եք։ Երեխեք մեզ շատ յուրահատուկ ու հետաքրքիր հարց էին գրել, մեզ հարցեցին ինչպես ամերիկյան կփոխվել Digitwix-ից հետո։ Շատ հետաքրքիր հարց է, որովհետև լիքը բան փոխվել է, Յանան կարա հաստատի։ Օրինակ առաջինը, որ այն ժամանակ ավելի շատ ֆոկուսը իմ մամայի ու պապայի վրա էր, հիմա մի քիչ էլ մեզ են սկսել ճանաչել, կանչել տեղը, շատ հաճելի է։ Մեզ սկսել են ճանաչել, նախ առաջինը Digitwix-ը շատ օգնել իմ ինքնագնահատակային, ես ավելի վստահ եմ իմ մեջ, ձեր կոմենտները, ձեր այդ support-ը, ձեր ամեն ինչը ինձ շատ է օգնում ու հիմա իմ ինքնագնահատականը շատ լավ տեղում է։ Իսկ հիմա վլոգի մասին։ Այս վլոգը շատ հավես վլոգ է, որտեղ ես ու Եվա մեզ ընտրել ենք պրոֆեսիաներ, ես make-up ու hair artist եմ։ Ես էլ դաստիարակչուի, շատ դժվար պրոֆեսիաներն են երկուսն էլ։ Այս մասնագիտությունը, որը ես փորձել եմ կատարել, իմ երազանքների մասնագիտությունն է, ասեմ ինչի։ Ամեն անգամ, երբ որ մեկի make-up ես անում կամ մազերն ես անում, ինչ որ բարություն ես անում, այս մարդը իրան ավելի լավ ազգում, ավելի ես շատ ուրախ եմ ու ես իմ շատ սիրուն ու շատ լավ ընկեր ունեմ բերել Մարիին, մի քիչ մազերը կֆրցնեմ, մեյքափ կանեմ, դες լավ ժամանակ անցկացնենք, համ էլ կտեսնենք, թե ես ընդհանրապես շանս ունեմ ստիլիստ դառնալու, թե չէ։ Դրա համար եկել ենք Beauty Fabric, մեր ամենասիրած սալոն, որ սիրունանանք ու հետո գնանք։ Քանի որ ես պրոֆեսիոնալ չեմ, նախ առաջինը պիտի ինձ ցույց տամ, ոնց սիրուն հարդարեմ, որ խայտարակ չլինեմ։ Դրա համար սենց կգան իմ մազերի վրա, սովորացնեն։ Էլիաներ ինձ օգնում։ Սերային շատ եմ սիրում իր այդ ginger մազերը, իմ դուրս շատ են գալիս։ Ոչ մի բան չի կարելի ուղակի չարաշահել։ Կլինի դա ուղակի ֆեն, թեկուս շիպցիով փաթաթել մազերը, նամանավանդ որ եթե ներկված է լինում, կրկնակի անգամ պետք է ուշադիր լինես։ Սկզբից կթվա թե ինչ շատավոր անում ենք այս լաքը, բայց սանժում ենք ինքը լրիվ հարթանում եւ փակում է։ Ինչ է քեզ որոշը, որ պիտի վարսավիրությունով սպախվել։ Միշտ սիրել եմ, հարդարել եմ թե ընկերուհիներիս, թե մեր ամբողջ հարևանների մազերը։ Տեխնիկ եմ ունեցել, շատ սիրուն մազերով երկար։ Ես այդ տեխնիկի գլխին ինչ ասես չեմ արել։ Նույնիսկ մարկերով highlight-ի պես բաներ եմ արել, կտրել եմ ալիքները արել։ Որ ժամանակ highlight-ներ էին վարդագույն արել մարկերով։ Ուրեմն դու ունես էտա։ Դիանա, գիտես իմ աղջիկը ձեր հետևորդներից է։ Ինչքան է սիրում ձեզ։ Ես պատկերացնում եմ, որ ինքը տեսնի։ Ես անկեղծ մեջիցս ունեմ այդ ծալանտը իմ կարծիքով մեյքափ ու մազանելու, օրինակ իմ մազերը ես։ Կուզես դամ փորձես։ Զգուշ։ Լավ էլ հմուտ շարժումներ ունես։ Սենց եմ ես ինձ անում։ Էլիան։ Ոնց որ վերջի պտույտը մի քիչ սենց հարթ իրան իջացրու, այ ապրես։ Տեսար ոնց փոխվեց։ Դե ինչ երեխեք, ես չգիտեմ Յանան վարսավիրանոցում ինչ անում, բայց վստահ գիտեմ ես դեռ ինչ եմ անելու։ Ինչպես տեսնում եք, ես եկել եմ մանկապարտեզ Rising Stars Childcare եւ այստեղ ես փորձելու եմ դաստիարակչուհու կերպարի մեջ եւ տեսնեմ իմ մոտ կստացվի։ Չէ, 100% իմ մոտ կստացվի, դեռ երեխաներ շատ եմ սիրում։ Всё, Միկի հետ գնացի։ Ես ընտրել էի Glendale-ի իմ լավագույն մանկապարտեզներից մեկը, որը կոչվում է Rising Stars։ Ես գնացի այնտեղ։ Բարև։ Համեցեք։ Ոնց եք։ Համեցեք, լավ եք, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Մենք հաղթնում ենք բախիլները, որովհետեւ մեր կոշիկների վրա լիքը բակտերիաներ կան, իսկ երեխաները շատ են սիրում պոլերին կպնել, սաղան բան անեն։ Միսի դա։ Այո։ Մի ձեր օգնությունը ինձ շատ է պետք, որտեղ ես իմ քուրիկի հետ ասած բաթլի մեջ եմ։ Այո։ Ուզում եմ ես իրան ապացուցեմ, որ ես իրենց ավելի լավ կարամ մասնագիտությունը անեմ։ Դուք կհաղթեք, մենք բոլորս կհաղթենք։ Հա, գնացինք առաջ։ Let's go։ Let's go։ Հիմա մենք գնանք միասին խոհանոց, դու ինձ կօգնեք, Իհարկե։ կպատրաստենք եւ կհրանցնենք երեխաներին, այո։ Okay։ Կգնանք դեզ Let's go։ Ես էլ եմ սոված, ու ինչքան գիտեմ ինձ տալու են, որպեսզի ես լիքը պատրաստեմ, տենց պահի տակ բանը տենց կգցեմ վերանս։ Հիմա լավ լվան, այքս չհացի լինի, սաղ լվանում եմ, որտեղ երեխաները չպիտի հիվանդ լինեն, լավ լվանում են։ Ասեմ, որ իմ դուրը շատ եկա, որ այնտեղ սաղ ֆրուկտիկներ են, բաներ են։ Ես հիշեցի, որ Հայաստանում էի մանկապարտեզ գնում, ես կաշային տոլիս, բոնին տոլիս, լրիվ տարբերվում է, բայց այդտեղ մի քիչ ավելի լավ է։ Ես ավելի փոքր ժամանակ ավելի շատ կուզեի սենց բաներ ուտեի, քան կաշա կամ ուրիշ բան։ Okay, մազայդ հավաքեցի։ Հիմա ես կեմ գոկբոսը տամ, հայկական լրիվ Հիմա կանենք նենց բաներ, որ դու կարող ես քո ընկերուհուն հետ ճիշտ մեյքափ անես ու ոչ մեկ չիմանա, որ դու մեյքափ արտիստ ես։ Շատ կարևոր է մեյքափի մեջ, որպեսզի վրձիներդ լինի մաքուր։ Բեյզը կսում եմ շատ բարակ շերտով, դու էլ բարակ շերտով կքսես ընկերուհուդ։ Ձեր տարիքի դեպքում
Ես խորհուրդ չեմ տա foundation օգտագործենք, որովհետեւ foundation-ի դեպքում շատ քեքի կլինեք, իսկ դուք այնքան սիրուն նուրբ ու փափուկ մաշկ ունեք, որ ինձ թվում է կարիքը չունեք։ Ուղղակի կետային կօգտագործենք, որտեղ մեզ պետք է։ Ես կօգտագործեմ Hourglass-ի concealer-ը, Խառնում ենք գույները։ երանգները խառնում եմ, որպեսզի ոչ շատ մուգ լինի, ոչ շատ բաց լինի։ Օգտագործում եմ սպունգ տարածելու համար, բոլորինը պետքա լինի առանձին, այսինքն դու չես կարող համ սպունգով քսես քեզ, համ քո ընկերուհուն։ Սպունգը պետքա լինի խոնավ, բայց ոչ շատ թաց։ Վերջ։ Շատ սիրուն եմ։ Հավանում ես քեզ։ Շատ։ Դե տեսնենք դու ոնց ես կրկնում։ Կեսը արդեն պատրաստ եմ, Այո։ կեսը դու ես պատրաստելու հիմա։ Հաճիկով։ Հա, դու թողքա։ Առաջին անգամ եմ ցույց գոն տեսնում ես ինչա։ Երեխեք շատ են սիրում սրանից։ Հա։ Հա, այսպես, հա, այդտեղ։ Որ չջարդի, ոչ։ Նայ, հիմա նայ ինչ ես անում, հմտորեն ես մոտենում։ Հա։ Այսպես, հա, նայ։ Իսկ ինչ-որ մի հատուկ ռացիոն կա երեխաների համար, որ էլի ինչ պետք է։ Դե իհարկե, Հա։ մեկ բոլորը պատրաստում եմ ես, ոչ մի կիսա ֆաբրիկատ, ոչ մի բացի սրանից, նախ երշիկից։ Պատրաստում եմ ամեն օր թարմը, Շատ։ ապուր սուպ ու իհարկե ու բոլորը օրգանիկ։ Ապուրը սուպը պարտադիր է դա։ Երեխաները շատ հավեսով են գալու մանկապարտեզ։ Հա։ Եթե ուզում ես պատժես մի վատ բան են անում, ասում վաղը մանկապարտեզ ես գալու։ Օ, այս իրանց համար տրագեդիա է։ Սոմացել։ Աղա ես կսեմ դու խառնի։ Ահա, սառնի, ապրես մաղջից, ապրես, լավ, հերիքա, եվաջատ, սա բեր այսպես կցում եք ստենց մեջը, զգուշ կցի, հա, որ ինքը հետո ստենց կնստի ինքը։ Դուք ճիբոն։ Հիմա ես աշխատում ենք այստեղ երեխեքին այնքան զբաղացնել, որ ոչ հեռախոսի մասին մտածել, դե բնականաբար տունը կխաղան, ուզեն թե չուզեն։ Նայ, առավոտը ժամը 7-ից կարող են գալ, մինչև ժամը 7-ը, 6-ը 7-ը։ Հա, իդեպ ասեմ, որ մենք շաբաթ-կիրակի օրերն ենք աշխատում, ասեք կահա, նայ ինչ դեպ, ժամը 2-ից ժամը մինչև գիշերը 11-ը, այն ծնողները, ովքեր որտեղ ունեն գնալու, բայց երեխա պահող չունեն, հա, կարող են բերել թողել երեխաներին մեզ մոտ, ինձ մոտ, հա, ժահա, իրիկը գա ժամարտը, երբ ուզում են գան տանեն, Կնեք մի հատ նայեք ինչ լավ ավսաներ են։ ու հետաքրքիր տղաները, հիմիկվանի, Լուրջ գույներով, հա։ այո, տղան կապույտով, աղջիկներ ասում են, փի, հա, հիմա նայ, ես պատրաստել եմ կոլորակով ճաշ, Իմ ամենասիրած ճաշ։ Նայեք ինչ գույնը, գույնը, Prикольно։ Որ տատիկը միշտ սարքում են նենց եմ ուտում։ ես եմ տատիկ, ապրես, ես դուրս, ես մեկ, մի հատ տանկով լծրու պնդիկ, այսպես, ահա նա պնդիկ լծրու այդտեղ, հիմա արդեն ջրով լծրու, Էվա ջան, այնպես լծրու, որ քեզ է փայ մնա, Պայման։ հա, բա, դու է պետք է համտեսես, Հիմա ժամանակն է, որ պիտի Մարիի վրա իմ սովորածը փորձեմ։ Okay։ Ես ու Մարին 12-ներ ենք։ Օհա, չի ֆայմել։ Իրա մաման վարսավիր է, ինքը մի քիչ ինձ լավ գիտի։ Անում ենք մի քիչ լակ։ Մարի մի նայ տենց։ Ոյ, սիրուն է։ Իմ կարծիքով լավ եմ անում։ Մարի դու նոր ես եկել Հայաստանից համարյա 6 ամիս է։ Քո կարծիքով ստեղ լավ է։ Փորձում եմ մի քիչ մտածեմ Հայաստանի մասին, բայց իմ կարծիքով այնտեղ մի քիչ ամեն ինչ ավելի լավ է։ Չգիտեմ, ես էլ եմ շատ կարոտում։ Ջանամ, մոտ։ Լուրջ բաներ եմ անում, բայց Դու հեշտ ես ադապտացվել ստեղ, թե քո համար էլ բարդ եղել։ իմ մոտ առաջին 6 ամիսը շատ էի սիրում։ Ոնց է հյուր եկած լինեի, ոնց է գնում հանգստանալու, բայց հետո երբ որ սկսեց դպրոցը, մի վարքան դժվար է այս մասին մի քիչ։ Իմ համար ամենա սենց մտածելունս, որ ես իմ դասանի հետ էի հոբոր կապված, որ մտածում եմ, որ կարող է իրանք առանց ինձ ավարտեն, իմ համար շատ դժվար է։ Մամ ես պիտի փայլ անենք ու փափկացնող սպրեյ։ Հիմա մի քիչ լակ անենք ու իմ կարծիքով վերջ, չգիտեմ, Սիրուն է, ինչ է դուր գալիս։ Սիրուն է, ես ինձանից գոհ եմ։ Իսկ եթե դուք գոհ եք, գրեք, եթե գոհ չեք, մի գրեք։ Գնացիք մեյքափի։ Հացիկը կերան երեխաները ու ժամանակներ խաղալու, ծանոթանալու, շփվելու։ Կանոնն ի՞նչ է։ Էրիկա, քո ամենասիրած գույնը ո՞րն է։ Փինք։ Որ դու մեծանաս ինչ ես ուզում դառնաս։ Մեծ։
Մեծ։ Ուզում ես մեծ դառնաս։ Քո անունն ի՞նչ է։ Ավետ, բայց դու ի՞նչ ես ուզում դառնաս, որ մեծանաս։ Էլի մեծ ես ուզում դառնաս։ Ջուլիան ինքը Ավետի զույգ քույրիկն է, իրանք զույգեր են։ Ջուլիա, դու էլ ես չէ Pink սիրում։ Հա, Ջուլիա։ Ամաչում ես, Ջուլիա։ Քո անունն ի՞նչ է։ Դավիթ, վայ քոնը ես գուշակել էի Դավիթ։ Փոքր ժամանակ հիշում ես, որ մաման մեզ այդ հարցը տալիս էր, դու ասում էի, «Յանա ինչ ուզում դառնաս»։ Վերևի հարևան, հարցի բար, հիշում ես։ Հա։ Հիմա գիտեք ինչ եք խաղալու։ Հա, գիտեք։ Էսի, ճիշտ է, այս ենք խաղալու։ Ապրես, շատ լավ բունտագեցիր։ Okay, երեխեք, հիմա երաժշտությունը կմիանա ու դուք ցած կքայլեք, հենց երաժշտությունը անջատվի, ով որ նստած չի, ինքը դուրս է գալիս խաղից, okay։ Այո։ Okay, նստեք։ Հիմա ժամանակն է քնելու։ Եկեք երեխաներ, գնում ենք քնելու։ Եվ փոքր ժամանակ մանկապարտեզն որ ասում են պետքա քնենք, լացում էի, բայց հիմա հենց ասում են որ քնելու ժամանակն ունեցեմ ուրախ։ Հիմա ես ասեմ քնելու, հերթով երեխեք Սիրում են իրան շատ։ Նա հետաքրքիր բան եմ ուզում ասեմ Ավետի մասին։ Ավետը միշտ ինքը մեքենայի բալանի շատ է սիրում, առանց մեքենայի բալանու հետ չի քնում։ Էրիկան էլ ինքը Pink-ի, որ շատ է Pink սիրում, ինքը լիքը լացեց ու ասաց չէ, իմ այզելը պետքա Pink լինի։ Երեխեք հիմա ես կերքեմ ձեր համար, շատ լավ չեմ երգում, բայց կփորձեմ ամենալավը։ Մութն կել է ուշը արդեն աչուկներն են մեր փակվում ու գիշերվա նա Okay, երեխեք մի քիչ առանձնացա, որ մի քիչ պատմեմ ինչ եմ զգում, հիմա իմ կարծիքով ամեն ինչ լավ է գնում դե չէ։ Ամեն ինչ շատ լավ է գնում, բայց ուղղակի էլի նույն կրկին պատկեր հասկանում եմ թե ինչ դժվար գործ է այս գործը։ Ուզում եմ շնորհակալություն դեմ իմ մանկապարտեզի դասիրակչուհուն, ես շատ եմ սիրում ու մերսի որ դիմացել եք ինձ։ Հա ու նաև ասեմ ഞാൻ այս արդեն քեզ հաղթել եմ, դեռ չեմ վերջացել, բայց արդեն հաղթել եմ։ Դրա համար դու էլ շանս չունես։ Անկեղծ ասած, ես ամենաշատը մեյքափն եմ լարվում։ Արդեն սկսում ենք Մարի մեյքափը, ես շատ լարված եմ ու շատ ուրախ։ Պետք է էլի no make-up վիճակ ստեղծես։ Իրականում շատ եմ հուզում, որովհետև ուզում եմ լավ լինի, լավ է, չէ՞։ Շատ։ Հիմա վերցնում ենք blush, դրսինի շարժումները, նայ։ Մենակ լինում է այսպես դեպի վերև։ Ներքև շարժումներ չեն կարում, հոնքերը չեն գծում, շուրթերը չեն գծում, որպեսզի ինչ-որ sense ակտիվ դիմագծեր ու արհեստական չլինի։ Վերցնում ենք հենց շուրթի համար նախատեսված վրձին ու քսում ենք շուրթերին։ Սա դողացնում։ Ամենակարևորը արմատին շատ մոտիկ մի արա, այդ ժամանակ դու չես վախենա, իրեն չես ցավացնի։ Ապրես, շատ լավ ստացվեց։ Վերջ։ Մենք արեցինք no make-up look եմ կարծիք։ make-up։ Այսօր որ շատ լավ ստացվեց քո մոտ, լարվելու կարիք չկար։ Այո, հիմա դուք գրեք կոմենտներում ձեր դուրը եկավ, ինչ որ բան կփոխեիք։ Ուզում եմ հարցնեմ, քո դուրը ընդհանրապես այսօր եկավ, հաճիկ ստացավ։ Շատ դուր եկավ, թե արդյունքը, թե այսօրը որ մենք անցկացրեցինք միասին։ Շատ հաճելի էր, շատ լավ անցավ, մերսի շատ։ Մերսի քեզ Մարի, որ եկար ինձ օգնեցիր, ես շատ շնորհակալ եմ։ Երեխեք նաև ասեմ, որ Rising Stars-ում կա after school program, այդ շատ լավ բան է, իսկ երեխաները գալիս են իրենց տնայիններն են անում, այդ լուրջ շատ է օգնում, որովհետև հատկապես հայերի համար կարող է մի քիչ դժվար լինի, որտեղ անգլերենը մեր երկրորդ լեզուն ու տենց օգնում են ու պրոֆեսիոնալ դասات ա գալիս իրենց այդ բարակում, այդ շատ լավ է։ Ու նաև մի հատ նենց բան է, ինչ որ օվերտիպի զորմացա։ Շատ տարածված խնդրեմ կա, որ ծնողներին մեկ-մեկ հարմար չի, չէ՞ երեխեք դեպրեսիվ վերցնելու եք, չգեն ոյ ով վերցնի ինչ անեմ, Ողջունում եմ մանկապարտեզում նույնիսկ կարող են գան ձեր երեխային վերցնեն, բերեն մանկապարտեզ ու իր հետ պարապեն։ Նիժինը միշտ կա այդ լուրջ եմ ասում։ Բարև բոլորին երեխեք։ Ինչքան գիտեմ դուք ստեղ դասեր եք, չէ՞ անում։ Որ նոր եկել Ամերիկա, ինձ էս բան շատ էր պետք։ Իսկ դու մաթեմ սիրում ես։ Ես չեմ սիրում, լուրջ չեմ սիրում։ Իսկ դու մաթեմ, հա, իսկ դու մաթեմ ես անում, ո՞ր երրորդ դասարան ես։ 4-րդ դասարան։ Բարև ձեզ երեխաներ։ Բարև ձեզ։ Ինչպես է։ Ես գիտեմ դուք եք այստեղի ուսուցչուհին, դուք եք իրանց հետ զբաղվում իրանց տնայիններով։ Այո։ Ինձ ասել որ մաթեմ ու անգլերեն եք իրանց հետ անում։ Այո։ Իսկ հեշտ է երեխաների հետ աշխատել ընդհանրապես դե Շատ խելացի բալիկներին շատ հետաքրքիր է իրենց հետ անցնում, իհարկե ամեն ինչ։ Okay, որ հավես ժամանակ անցկացնեք, ուզում եմ մի հատ խաղ խաղամ, որ դուք պետքա բառը գուշակեք։ Հիմա նայեք 1 2 3 4 նշանակում է որ բառը 4-ած տառ մեջը կա ու
այս մեջտեղի տառը իա։ Ինչ բար կարա լինի։ Ինձ մի տառեր ասեք, որտեղ եք մտածում, ես ասեմ հա կամ չէ։ Այ։ X. X. Yes. Yes. Yes, գուշակեցին։ Okay, երեխեք, մերսի շատ է ժամանակի համար, շատ լավ ժամանակ անցկացրեցի, որ շատ խնդրեմ, որ գնացում, որ խնդրեմ ձեր YouTube-յան ալիքով կգրակ, GGTX-ին նայեք, որտեղ կարող է ձեր դուրը գա, ինչ իմանաս ու կբաժանորդագրվեք, որտեղ լույս մենք շատ լավ բաներ ենք նկարում հատուկ ձեր տարիքակիցների համար։ Իսկ հիմա ես գնացի, stay tuned, մերսի շատ։ Ոնց անքում հաջող բոլորին։ Ու նաև ասեմ, այս հրաշալի մանկապարտեզը ունի 2 հատ location, թե ձեզ հետաքրքրեց, մեր Instagram-ում կա, եւ այստեղ եք կտնեք հասցեները, որ ավելի հեշտ լինի ձեզ գտնել։ Եվ այո, շատ ոգևորված, շատ լավ օրես ունեցա։ Ու ինձ շատ դայքրում ձեր կարծիքը, ինչ եք դուք կարծում, ինձ կստացվեր լավ դաստիարակ չի, ուզում եմ անկեղծ լինեք, ես չեմ նեղանա անկեղծ եմ ասում։ Չկստացվի։ Կստացվի։ Միանգամից ասած չէ, որովհետև քո կապը երեխաների հետ միանգամից ստացվեց։ Երեխաները այնքան զգայուն են, նրբանկատ։ Իրենք միանգամից զգում են դիմացինը, ինչ էներգետիկա ունի, ինչ մարդա ով ոնց։ Նաև ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ եւ ընդհանրապես բոլոր ուսուցիչներին այս աշխարհում, որովհետեւ լուրջ ձեր գործը շատ դժվար ու կարեւոր գործ է, շատ ազդում մարդու վրա, մանկությունից չէ՞ լիքը բան գալիս։ Ու մերսի, որ sense դժվար աշխատանք եք կատարում, լուրջ առանց ձեզ շատ դժվար կլիներ եթե այս պրոֆեսիա չէ։ Շնորհակալություն։ Ծնողները իրենց կյանքում ամենաթանկ գանձին, մարդուն էակին վստահում են մեզ։ Եթե մենք չսիրենք երեխաները զգում են միանգամից։ Միանգամից։ Իսկ հիմա կարևորը պետք է քվեարկեք ով է ավելի լավ մասնագետ, ես թե Յանան։ Կարծած գրեք կոմենտները, մենք կկարդանք ու հուսով եմ ես վստահ եմ որ ես եմ։ Հա, ու նաև երեխեք, ես Յանան էքսկլյուզիվ բան ենք անում, մենք sense բան դեռ չենք արել, դա առաջին անգամն է։ Մեր Instagram-ում մենք տեղադրել ենք վիդեո, որտեղ ով որ ամենաակտիվը լինի, ամենաշատ կոմենտները գրի, ամենաշատ կիսվի, Ու առաջարկի շատ լավ վիդեո, որ մենք կարանք նկարենք, մենք խոսք ենք տալի, այդ վիդեոն կնկարենք ու անպայման ձեզ կնշենք։ Այո, հենց ձեր ընտրած թեմով մենք վլոգ ենք նկարել, ինձ թվում է դա շատ հավես բան է, ու եթե իմ սեյած վլոգերը sense բան աներ, ես նենց կողոքեվորվեի, նենց կուրախանայի։ Ու մեր ամենահավատարիմ պատվիսչիկներից մեկը անունը ինչ է։ Մարտուն Մանասյան։ Դու մեր ամենահավատարիմ հետևորդներից մեկն ես։ Մերսի, որ միշտ մեր ստորիներին պատասխանում ես։ Մենք ամեն ինչ կարդում ենք ու շատ ոգևորված ենք։ Մերսի քեզ շատ, որտեղ ակտիվ ես։ Ու դուք էլ շարունակեք ակտիվ լինել, որովհետև կարող եմ մյուս վլոգում հենց ձեր անունը հնչի մեր վլոգի մեջ։ Սիրում ենք ձեզ շատ պատճիկներ։ Հաջող բոլորին։ Իմի մոռացեք մեր նոր սերիալի մասին։ The Gigil